Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ողջունում եմ բոլորիդ եւ ուրախ եմ, որ միասին ենք այստեղ, ինչպես եղբայրն ասաց, վերջում առիթ կունենանք ավելի մոտից շփվելու, ծանոթանալու։ Դա համար ուզում եմ ամբողջ ժամանակը Տիրոջ խոսքին տանք։ Վերջում մենք կշփվենք, ես իմ մասին ձեզ մի փոքր կպատմեմ, թեպետ ասացիք Արսեն եղբայրը իմ մասին մի քանի բաներ ձեզ ասել է, հերվից ես էլ ձեզ եմ ճանաչում։ Ձեր համար միշտ աղոթում ենք եւ ես եւ մեր եկեղեցին, այնպես որ դուք մեր սրտում եք։ Տերը օրհնի բոլորիդ, վերջում կշփվենք միասին։ Շնորհակալ եմ հնարավորության համար, վստահության համար, Հովհաննես եղբայր, Արսեն եղբայր, Տերը օրհնի ձեզ եւ եկեք կարճ աղոթք անենք եւ պատրաստվենք Տիրոջ խոսքը լսելու։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ այսօրվա համար, այս տերունական օրհնյալ կիրակի համար։ Շնորհակալ ենք, որ նորից քո զավակների հետ միասին կարող ենք քո ոտքերի մոտ գալ, քեզնից լսելու եւ սովորելու։ Խնդրում ենք, որ մեր սրտերը պատրաստես քո հավիտենական անփոփոխ ճշմարտությունները լսելու, ընդունելու եւ Սուրբ Հոգուց զորությամբ այն կյանքի կոչելու։ Մեր կյանքերում թող քո բնավորությունը, քո ով լինելը կերտվի։ Մեր աղ եւ լույս լինելը թող երևա մարդկանց, որ մարդիկ տեսնելով մեզ, մեր գործերը փառավորեն մեր Հորը, որ երկնքում է։ Դու երև այս պաշտամունքի մեջ եւ ողջ փառքը թող լինի միմիայն քեզ։ Հիսուսի անունով, ամեն։ Հատվածը, որ պետք է ուսումնասիրենք, Փիլիպեցիս թղթից է, կարող եք բաց անել ձեր սուրբ գրքերը։ 4-րդ գլուխ 6-ից 9-րդ համարները ընթերցենք, քանի որ երկար է պատգամը, ես բաժանել եմ այն երկու մասի եւ այսօր կուսումնասիրենք միայն 6 եւ 7-րդ համարները։ Եկեք ընթերցենք Փիլիպեցիս 4-րդ գլուխ 6-ից 9-րդ համարները եւ կենտրոնանանք 6 եւ 7 համարներին։ Որպեսզի հատվածը վերհիշեք, եկեք 1-ից 9 կարդանք, բայց մեր հատվածը 6-ից 9 է։ Ուստի իմ շատ սիրելի եւ կարոտալի եղբայրներ, իմ ուրախությունն ու պսակը այսպես հաստատուն մնացեք Տիրոջով, սիրելիներս։ Ես աղաչում եմ Եվոդիային եւ աղաչում եմ Սյունտիքին, որ միևնույն մտքին լինեն Տիրոջով։ Քեզ էլ եմ խնդրում իմ ճշմարիտ լծակից։ Օգնիր այս կանանց, որ ինձ հետ աշխատեցին ավետարանի մեջ, Կղեմեսի եւ իմ այլ գործակիցների հետ, որոնց անունները կյանքի գրքի մեջ են։ Միշտ ուրախ եղեք Տիրոջով։ Նորից եմ ասում, ուրախ եղեք։ Թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց։ Տերը մոտ է։ Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գողությամբ ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ Վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ հարգանքի արժանի է, ինչ որ արդար է, ինչ որ մաքուր է, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ բարի համբավ ունի, ինչ առաքինություն եւ ինչ գովելի բան կա, դրանց մասին մտածեցեք։ Ինչ սովորեցիք եւ ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք, եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ պիտի լինի։ Հատվածը ես վերնագրել եմ այսպես խաղաղություն, որը մտքից վեր է։ Եվ այս հատվածում 6-ից 9-րդ համարներում մենք տեսնում ենք Աստծո խաղաղության մասին թեման։ 6 եւ 7-րդ համարներին, եթե նայեք, այնտեղ մենք տեսնում ենք Աստծո խաղաղությանը տանող առաջին հրամանը առաքյալի կողմից։ 8-րդ համարում երկրորդ հրամանն ենք տեսնում եւ 9-րդ համարում երրորդ հրամանը։ Այսպիսով 3 հրաման կա այս հատվածում, որ Պողոս առաքյալը տալիս է մեզ։ Խաղաղություն մտային, խաղաղություն ֆիզիկական եւ խաղաղություն ամեն ոլորտում։ Սա մարդկության մեծագույն կարիքն է։ Եվ ամենամեծ պահանջն է եղել բոլոր ժամանակներում։ Եվ գնալով ավելի արժևորվելու այն, որովհետև օրերը չար են, եւ գնալով ավելի ու ավելի մեծ նեղություններ են սպասվում աշխարհին։
Այս խաղաղությունը, որի մասին խոսում է Պողոս առաքյալը, այն չեն կարող ունենալ նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդիկ, քանի որ այն չի վաճառվում։ Այն հնարավոր է ունենալ միայն Աստծո նախատեսած ճանապարհով։ 21-րդ դարում ավելի են շատացել խելագարությունների թիվը աշխարհում, տագնապը, վախը, անհանգստությունը, եւ մարդիկ ապրում են վախի ու սարսափի մեջ, անորոշության մեջ, շարունակ սպասում են վատ լուրերի եւ նրանց ներաշխարհում քաոս է, դառնություն եւ տագնապ։ Ձեզ մի կարճ համաշխարհային վիճակագրություն եմ ուզում ներկայացնել մարդկանց հոգեվոր եւ ֆիզիկական առողջության մասին, ինչը որ այսօր համացանցում հասանելի է, կարող եք նայել։ Վերջին 30 տարում այսպես է գրված, աշխարհում անհանգստության եւ դեպրեսիայի մակարդակը կտրուկ աճել է։ Օրինակ 1990 թվականին մոտ 195 միլիոն մարդ տառապում էր տագնապային խանգարումներով, իսկ 2019-ին արդեն շուրջ 301 միլիոն մարդ էր տառապում տագնապային խանգարումներով։ Սա ցույց է տալիս աճ մոտ 50%-ով։ Քովիդի ժամանակ 2020-ին դեպրեսիայի եւ տագնապի թվերը ավելացան եւս մոտ 25%-ով։ Այսօր համաշխարհային տվյալներով յուրաքանչյուր 8-րդ մարդ ունի հոգեբանական կամ հուզական խանգարումներ։ Եվ համացանցը մեծապես նպաստել է սրան։ Ինչու, որովհետև 24 ժամ ամեն վայրկյան, ամեն մեկին հասանելի է աշխարհի ինֆորմացիան, ահռելի տեղեկությունները, որոնք որ մարդու աչքերից եւ ականջներից շարունակ լցվում են ներս, դեպի սիրտ։ Եվ ինչ եք կարծում, այդքան ինֆորմացիոն հոսքը իրական համոզմունք չունեցող մարդու վրա միթե չի ազդի, միթե տագնապի եւ անխաղաղության մեջ չի պահի 24 ժամ։ Ինչ անել, ինչպես պայքարել խաղաղության համար, ինչպես ունենալ հաղթանակ անհանգստության վրա, դա հնարավոր է թե ոչ։ Եթե սրա կարիքը չլիներ, Հիսուսը չէր ասի իմ խաղաղությունն եմ ձեզ թողնում։ Սա խաղաղություն է, որը ոչ թե նման է պատերազմի բացակայության, այլ խաղաղ է նույնիսկ պատերազմում։ Սա խաղաղության այլ տեսակ է, որը առաքյալը այստեղ կոչում է մտքից վեր։ Մի հոգեվիճակ, մի համոզմունք, որը որ կապված չէ կյանքի փոփոխվող իրավիճակների հետ։ Այն ամուր է, այն կանգուն է, այն չի շարժվում, որովհետև այն հիմնված է խոստացողի հեղինակությանը։ Աստծո խաղաղությունը մարդու ներսում պետք է իշխի մարդու մտքին ու սրտին եւ պահպանի իրեն հոգեկան եւ մտային հավասարակշռության մեջ։ Եվ օգտակար կլինի մտորել, ինչպես փորձառել այս խաղաղությունը։ Դուք ձեր սրտում, ձեր մտքում կարող եք մտորել մի պահ ձեր մասին։ Արդյոք դուք փորձառում եք այս խաղաղությունը, որի մասին խոսում է առաքյալը։ Եթե ձեզ համատեքստը հիշեցնեմ, Պողոս այս ժամանակ բանտում է գտնվում։ Եվ բանտում նա գրում է խաղաղության մի տեսակի մասին, որը հնարավոր է փաստորեն փորձառել, կապանքների մեջ նույնպես։ Այսինքն սա մի մարդու կողմից մենք չենք լսում, ով փափուկ կյանքի մեջ է, ոչ մի դժվարություն չունի եւ մեզ էլ խորհուրդ է տալիս, որ լինենք խաղաղ։ Սա մեկն է, ով եւ կոչ է անում եւ ապրում ու փորձառում է աստվածային խաղաղությունը։ Այսպիսով ինչպես հասնել այս խաղաղությանը։ Նախորդ համատեքստը, եթե ձեզ հիշեցնեմ, 1-ից 5-րդ համարներում, որ ընթերցեցինք, այնտեղ Պողոս առաքյալը խոսում էր, ցույց էր տալիս եկեղեցու ներքին միաբանության հարցերի վերաբերյալ մտքեր, որոնք որ կօգնեին այդ երկու քույրերի միջև եղող սուր խնդիրները վերականգնելու։ Եվ սրանից հետո նա անմիջապես անցում է կատարում այս միջ եկեղեցական, ավելի ճիշտ ներեկեղեցական եկեղեցու ներսում եղող խնդրից դեպի հավատացյալների ներսը եղող հոգևոր հարցերին, հոգևոր խաղաղությանը։
Եվ այստեղ Պողոս առաքյալը ցույց է տալիս 3 հրաման, որոնք կատարելու միջոցով հնարավոր կլինի վայելել աստվածային խաղաղությունը, այն խաղաղությունը, որը մտքից վեր է, որը որ հասանելի է միայն այն մարդկանց, ովքեր որ վարվում են Աստծո ասած կերպով։ Այսպիսով հատվածում մենք տեսնելու ենք 3 հրաման, բայց այսօր մեկը պետք է ուսումնասիրենք, առաջին հրամանը, ինչ պետք է անել, եւ այդ առաջին հրամանը ունի 5 նկարագրություն, ներողություն 6 նկարագրություն, որոնք որ մեզ կօգնեն հասկանալ այդ հրամանի էությունը եւ ինչպես պետք է իրականացնենք դա։ Եվ այս հատվածի հիմնական ճշմարտությունը, որը կարող ենք ձևակերպել, ըստ այս համարների տված տեղեկության հետևյալն է։ Սա ամբողջ քարոզը կարծես խտացված մեկ նախադասության մեջ։ Մտքից վեր եղող խաղաղությունը դա Աստծո խաղաղությունն է, որը փորձառում են միայն նրանք, ովքեր վարվում են անհանգստությունների ժամանակ ճիշտ այնպես, ինչպես Տերն էր ասում։ Այս ճանապարհը ով անցնի, նա կկարողանա այդ մտային մտքից վեր եղող Աստծո խաղաղությունը վայելել։ Իսկ դրա համար առաքյալը այստեղ տալիս է 3 հրաման։ Այսպիսով որոնք են դրանք։ Առաջին հրամանը, որ մենք տեսնում ենք, սլայդը կարող ենք փոխել, ես ձեզ համար սլայդեր եմ պատրաստել, որ հեշտ լինի հետևելը, կարող ենք այսա, կարող է մնալ։ Առաջին հրամանը, որ առաքյալը այստեղ տալիս է, հետևյալն է, ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ։ Առաջին մտահոգությունները պետք է ներկայացնել Աստծուն։ Մտահոգությունները պետք է ներկայացնել Աստծուն։ Եվ 6 եւ 7-րդ համարներում տեսնում ենք մտահոգությունները Աստծուն ներկայացնելու մասին 6 նկարագրություն, 6 եւ 7-րդ համարներում։ Այսպիսով առաջինը ներկայացնելու սխալ հոգեվիճակն է, որ առաքյալը խոսում է դրա մասին։ Նայեք 6-րդ համարին։ Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Այսպիսով պետք է ներկայացնել, բայց ինչպես։ Նա ասում է թող հայտնի լինեն։ Բնագրային բառը իմաստային հնչում է այսպես. թող ներկայացվեն, ներկայացրեք Աստծուն ձեր խնդրանքները։ Եվ առաջին նկարագրությունը ներկայացնելու հետ կապված դա հոգեվիճակի մասին է, որ գրում է Պողոսը։ Ներկայացնելու սխալ հոգեվիճակը անհանգստությունն է, այսինքն անհանգիստ վիճակն է եւ կոչ է անում չանհանգստանալու։ Ինչ հոգեվիճակում պետք է չլինենք Աստծուն մեր հոգսերը ներկայացնելիս։ Ասում եմ մի մտահոգվեք։ Հունարեն մերիանո բառն է, գրված մտահոգությունը նշանակում է անհանգիստ լինել, տագնապել, մտահոգ լինել եւ հետաքրքիր էր այս բառը թարգմանող հունարեն մասնագետներից մեկը գրել էր իմաստներից մեկը այսպես. տարածված լինել տարբեր ուղղություններով։ Ինչ է սա նշանակում։ Ինչ տարածման մասին է խոսքը։ Մեր հույսերը, ասում է, ձգում են մեզ մեկ ուղղությամբ, մեր վախերը հակառակ ուղղությամբ եւ արդյունքում կարծես ներքուստ պատրվում ենք։ Ստացվում է, որ անհանգստությունը մեր միտքը, ուշադրությունը բաժանում է երկու մասի։ Եվ մենք չենք կարողանում կենտրոնանալ ոչ աղոթքի, ոչ Աստծո վրա։ Հոգսերը, տագնապները մեզ թույլ չեն տալիս կենտրոնանալ Աստծո վրա։ Իմաստային նշանակում է բաժանված միտք, կիսված ուշադրություն։ Թեև բառարանում հիմնական իմաստը անհանգստանալն է, հոգս ունենալը, բայց գաղափարական մակարդակում այն նկարագրում է ներքին պառակտվածություն, այսինքն միտքը չի կենտրոնանում մեկ վստահելի հիմքի վրա, այլ բաժանվում է տարբեր վախերի միջև։ Այս խնդրի հոգևոր դինամիկան տեսեք, անհանգստություն իրականում ինչ է անում, կամ ինչպես է դրսևորվում այդ բաժանված ուշադրությունը։ Անհանգստությունը միտքը կենտրոնացնում է խնդրի վրա եւ ապագան պատկերացնում է առանց Աստծո։ Կարծես Աստված չի վերահսկում իրավիճակները։ Սիրտը լարվում է վերահսկելու այն, ինչ չի կարող վերահսկել։ Աղոթում է, բայց ներքին վստահություն չունի։ Բերանը արտասանում է, բայց սիրտը անհանգիստ է։ Լավագույն դեպքում մտածում է Աստծո մասին, բայց կառչած է իր խնդիրներից։ Սա բաժանված այդ ներքին հոգեվիճակն է, որ այդ բառի իմաստը մեզ ցույց է տալիս։
Մի կարևոր հավասարակշռություն։ Պետք չէ ասել, թե անհանգստությունը ֆիզիկապես անհնար է դարձնում աղոթքը։ Ոչ, հնարավոր է ծնկած լինել, անհանգիստ լինել, բայց աղոթել։ Ֆիլիպպեցիս 6:4-ում այստեղ քանի դեռ անհանգիստ ես չի ասում Պողոսը, չես կարող աղոթել, այլ ասում է անհանգստությունը փոխարինիր աղոթքով։ Փոխարինիր աղոթքով։ Տեսնում եք, համարում ասում է մի մտահոգվեք, այլ դա նշանակում է, որ նա ասում է մի բան, որ պետք է չանել, եւ ասում է մի բան, որով պետք է փոխարինել։ Սա փոխարինման կոչ է, այսինքն աղոթքը դառնում է բաժանված մտքի բուժումը այս դեպքում։ Կարելի է ասել այսպես. անհանգստությունը բաժանում է մեր ուշադրությունը խնդրի եւ Աստծու միջեւ։ Անհանգստությունը բաժանում է մեր ուշադրությունը խնդրի եւ Աստծու միջեւ։ Իսկ աղոթքը նորից միավորում է այն, ուղղելով ամբողջ ուշադրությունը Աստծո վրա։ Եթե իսկապես անհանգստացել եք, երբևէ գիտեք, թե ինչպիսին է այս հոգեվիճակը, ինչպես այն խեղդում ներքուստ։ Հիշում եք Մատթեոս 6-ում Հիսուսն էլ նույնն ասաց. մի մտահոգվեք ձեր կյանքի համար։ Ինչ պիտի ուտեք եւ ինչ պիտի խմեք, կամ ինչ պիտի հագնեք։ Իմաստ չկա անհանգստանալու, երբ դու վերահսկողություն չունես կյանքի վրա, ապագայի վրա, որն ամբողջությամբ Տիրոջ ձեռքերում է։ Նախ պետք է ներկայացնել մեր հոգսերը Աստծուն, բայց չանհանգստանալով առաքյալն ասում է՝ մի մտահոգվեք։ Մտքերում եւ հոգեվիճակում երկու մասի պետք է չբաժանվել, այլ ամբողջությամբ կենտրոնացումը պետք է լինի Աստծո վրա։ Սա սխալ հոգեվիճակ է, երբ անհանգստությունը պետք է փոխարինել աղոթքով։ Ինչ եք կարծում, ըստ Պողոսի, չանհանգստանալը ուղղակի բարի խորհուրդ է այստեղ, որ նա տալիս է, խնդրանք է, առաջարկ է։ Եթե համարի բարի ժամանակաձևին նայեք, կտեսնեք, որ այն հրամայական եղանակով է գրված։ Դա նշանակում է, որ սա խնդրանք չէ։ Սա հրատապ կարիք է։ Սա հրաման է, որ ուղղված է մեզ յուրաքանչյուրիս։ Մի քարոզիչ ասում է, որ անհանգստությունը նույնիսկ մեղք է։ Մի քարոզիչ ասում է այսպես. մտահոգությունը մեղք է, քանի որ այն ժխտում է, խնդրում եմ ուշադիր, ժխտում է Աստծո իմաստությունը։ Այն ասում է, որ Աստված չգիտի, թե ինչ է ինձ հետ հիմա կատարվում։ Անհանգստությունը ժխտում է Աստծո սերը։ Այն ասում է, որ Աստված անտարբեր է կարծես։ Այն ժխտում է Աստծո զորությունը։ Այն ասում է, որ Աստված չի կարող վերացնել այն, ինչ ստիպում է հիմա ինձ անհանգստանալու։ Այդ դեպքում կասեք ինձ, ինչու ենք անհանգստանում, եթե իսկապես վստահում ենք Աստծուն։ Մենք Սուրբ գրքում ունենք հստակ պատվերներ, ինչպես այս մեկն է, չանհանգստանալու համար։ Օրինակ Մատթեոս 6:27 Հիսուսն ասում է. ձեզնից ով կարող է հոգս անելով իր հասակի վրա եւս մի կանգուն ավելացնել։ Կամ 6:31-ում ասում է, ուրեմն մի մտահոգվեք, նորից հրամայում է, ասելով ինչ պիտի ուտենք, ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք։ Սիրելիներ, կարող ենք հիշել, որ մենք պետք է Տիրոջը ներկայացնենք մեր խնդրանքները, հոգսերը միշտ դեպի իրեն տանելով, առաջինը իր մոտ վազելով։ Եվ այդ հոգեվիճակը, եթե մենք ունենք, ուշադրություն դարձնենք, արդյոք մեր կենտրոնացումը Տիրոջ վրա է, թե մեր խնդիրների, երբ իրեն ենք դիմում։ Ինչ վիճակում է իմ ու քո աղոթքի կյանքը, սիրելի եղբայր եւ քույր։ Կարողանում ես փորձառել չանհանգստանալը, մտքերում Աստծո վրա կենտրոնանալը, թե ծնկների վրա ես, բերանդ Աստծուն է դիմում, բայց հոգեվիճակը շարունակ տագնապի մեջ է։ Սա հոգսերը Աստծուն ներկայացնելու սխալ հոգեվիճակն է, որ Պողոսն ասում է այդպես պետք է չլինի, պետք է փոխարինել։ Իսկ որոնք են մտահոգությունները Աստծուն ներկայացնելու սահմանները։ Սա հոգեվիճակի մասն է։ Երկրորդ նկարագրությունը տեսեք, կարող ենք սլայդը փոխել, որոնք են մտահոգությունները Աստծուն ներկայացնելու սահմանները։ Տեսեք, արդյոք պետք է ընտրենք, թե մեր անհանգստություններից որը ներկայացնենք Աստծուն, որը ոչ։ Պողոսը նկատի չունի այն, որ մտահոգվելը պետք է կիրառել միայն մեծ խնդիրների դեպքում, այլ նա նկատի ունի բացարձակ իմաստով, նայեք համարին, ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում։ Ամեն բանում։ Ընդհանրական ձևակերպում է, այստեղ բացառություններ չկան։ Այս ամեն բանում արտահայտությունը գծում է սահմաններ այն ներկայացնելու համար։ Այն ներառում է իր մեջ կյանքի ցանկացած խնդիր, ցանկացած ոլորտ։ Պետրոսը լավ գիտեր, որ
մեր Տիրոջ համար խնդիրների չափերը ընդհանրապես կարևոր չեն եւ դրա համար առաջին իր թղթի 5-րդ գլուխ 7-րդ համարում գրում է այսպես. ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք։ Եվ պատճառաբանում է ասելով, քանի որ նա հոգում է ներկայում, այսինքն իմաստ չկա անհանգստանալու, քանի որ մեկը հոգում է հիմա։ Եվ դուք կարող եք ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցել։ Չկան սահմաններ Աստծո համար։ Դրա համար եկեք դիմենք Տիրոջը միշտ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ամեն բանում, ընտրովի չմոտենանք հարցերին։ Հարց ինձ ու քեզ, արդյոք մեր մտքում ունենք գծած սահմաններ, երբ նայում ենք մեր տագնապներին եւ անհանգստություններին եւ դրանց չափերին։ Մի ընկեր ունեի, փոքր տարիքում ավելի ինձ ասում էր, ես Աստծուն փոքր հարցերով չեմ դիմում։ Ճիշտ է, ես այդ ժամանակ իմ իմացության չափով նորից նույն այս համոզմունքին էի, որ Աստծո համար կարևոր չեն չափերը, սահմանները, իմ չափով իրեն բացատրեցի, բայց հետաքրքիր էր իր մտածելակերպը։ Եվ այդ մտածելակերպը արմատավորված է շատ մարդկանց մեջ, որ իրենց թվում է, որ Աստծուն կարելի է դիմել միայն հոգևոր հարցերում, այսպես ասած։ Բայց Աստծուն պետք է դիմել ամեն ինչում, Պողոս առաքյալն ասում է, ամեն բանում, չկան սահմաններ։ Ոչ միայն Պողոսն ասում է պետք է չանհանգստանալ, այլ ամեն բանում պետք է դիմել Տիրոջը։ Եվ սա ներկայացնում է սահմանները, մեր իրեն ներկայացնելու։ Մենք տեսանք այս սխալ հոգեվիճակը, որ անհանգստությունն էր, տեսանք ներկայացնելու սահմանները, որ առանց սահմանների է իրականում եւ ամեն ինչում, իսկ հիմա տեսեք ներկայացնելու կարգը։ Սրա վրա ավելի երկար պետք է մնանք։ Ներկայացնելու կարգը։ Նայեք 6-րդ համարի շարունակությանը։ Ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Տեսնում եք կարգը՝ աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ։ Ինչպես է պետք ներկայացնել մեր խնդրանքները։ Չէ՞ որ ներկայացնելուն էլ կա կերպ, կամ կերպեր, կամ կարգ, ինչպես Պողոսն է այստեղ ցույց տալիս։ Աշխարհում մարդիկ կարգեր են հորինել։ Ես առաջին անգամ եմ Միացյալ Նահանգներում եւ այնքան դռներով ու պատուաններով անցանք մինչև օդանավակայանից դուրս եկանք, որ մտածում ես դա մարդկային դրված կարգեր են, որ պետք է դու օրինակ նամակ ես ուզում ներկայացնել մեկին տնօրենի, պետք է դիմես մի քանի դուռ, պետք է թակես, ներողություն պետք է խնդրես եւ այլն, մինչև որ հասնես քո ուզած կետին։ Իսկ ինչ է կարծում Աստծուն դիմելիս, չկա կարգ։ Ճիշտ է, մենք իր զավակներն ենք, բայց մենք պետք է չմոռանանք, որ ինքն էլ մեր հայրն է եւ ինքը Աստված է։ Եվ առաքյալն այստեղ դնում է այդ կարգը, ասում է աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ։ Այսպեսով 6-րդ համարում տեսնում ենք խնդրանքները ներկայացնելու 3 կերպ։ Տեսեք, աղոթք, աղաչանք եւ գոհություն։ Առաջինը աղոթքն է։ Աղոթքը սա ընդհանուր բառ է։ Տիրոջն ուղված մեր խնդրանքները հայտնելու համար, սակայն այն նաեւ պարունակում է պաշտամունքի, նվիրվածության եւ հարգանքի միտքը, հարգանքի գաղափարը։ Երբ հայտնվում ենք անհանգստության մեջ, առաջին քայլը պետք է լինի առանձնանալ նրա հետ եւ երկրպագել նրան։ Չէ՞ որ մարդն աղոթում է նրան, ում հավատում է, ում երկրպագում է։ Մենք պետք է տեսնենք Աստծո մեծությունն ու վեհությունը։ Գիտեք ինչ է կատարվում, երբ դու առաջինը դիմում ես Աստծուն աղոթքով։ Դու սկսում ես ընկալել, հասկանալ նրա մեծությունը։ Եվ այդ մեծության ընկալման մեջ դու աստիճանաբար քո ունեցած անհանգստությունները պետք է տեսնես շատ փոքր։ Եվ առաքյալն առաջինը, որ ասում է պետք է անեք, ասում է աղոթեք, աղոթքով դիմեք, որը պաշտամունքի երկրպագության մասին է։ Խնդրանքները ներկայացնելու առաջին կերպը աղոթքն է։ Գիտակցել, տեսնել նրա մեծությունը տագնապների մեջ։ Ազնվորեն ձեր ներսը նայեք։ Երբ տագնապում եք, հարց տվել եք, ուր է Աստված այդ տագնապի մեջ, աշխարհիկ մարդկանց լեզվով եթե ասենք, ուր է։ Աստված միշտ մեզ հետ է, հարցը դա չէ։ Բայց եթե ես հավատում ու վստահում եմ իրեն, իմ խնդիրներն ու տագնապները, ինչու եմ ես այդ պահին անհանգստանում։ Գուցե իմ խնդիրն ավելի մեծ եմ տեսնում, քան Աստծուն, քան Աստծո ներկայությունը իմ կյանքում։ Միթե մեզ թվում է, որ Աստված վերահսկողություն չունի կյանքի վրա, մեր իրավիճակների վրա։ Նա ասում է, որ ձեր գլխի մազերն են նույնիսկ հաշված։ Ծառի տերևն անգամ չի ընկնում առանց իմացության։ Էլ ուր մնաց մեր կյանքը, մեր կյանքի անցուդարձը, մեր խնդիրները։
Հարց ինչ ենք անում կամ ում ենք դիմում առաջինը, երբ անհանգիստ ենք, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Պետք է օգտվենք այս մեծ արտոնությունից եւ պետք է աղոթենք մեր Տիրոջը, գիտակցենք նրա մեծությունը, նրա անսահմանությունը եւ աստիճանաբար աղոթքի մեջ դուք կտեսնեք ինչպես է ձեր վերաբերմունքը փոխվելու ձեր տագնապների եւ ձեր խնդիրների նկատմամբ։ Միթե մարդու սիրտը չի սկսի հանգստանալ, երբ տեսնի, որ իր խնդիրը շատ փոքր է եւ այն մեկը, ով իր հետ է, այն ունի բոլոր ռեսուրսները լուծելու իր անհանգստությունների պատճառը։ Դրա համար առաքյալն ասում է, որ պետք է մեր անհանգստությունները աղոթքով ներկայացնենք նրան, ներողություն, երկրպագելով, գիտակցելով նրա ով լինելը։ Բայց Պողոսը Աստծուն ներկայացնելու կարգի հետ կապված եւս մեկ բան է նշում։ Տեսեք, հաջորդիվ երկրորդ կերպը աղաչանքը, ոչ միայն աղոթք, այլ աղաչանք։ Աղաչանքը սա մեր կարիքների, խնդիրների խոր եւ անկեղծ բաժնեկցումն է Աստծո հետ։ Եթե սրանք նույնը լինեին, Պողոսը առանձին բառերով չէր գրի։ Եվ աղաչանքը ցույց է տալիս անկեղծ եւ խոր բաժնեկցումը քո խնդիրների Աստծո հետ։ Այստեղ տեղ չկա այլևս թերի կամ ձևական աղոթքի։ Թեև գիտենք, որ Աստված մեզ չի լսում մեր շատախոսելու համար, ինչպես Հիսուսն ասաց, ձեզ չթվա, որ ձեր շատ խոսելով կրկնություններ անելով է, որ Աստված պետք է լսի։ Պետք է անկեղծորեն խոսենք Տիրոջ հետ, մեզ հուզող բոլոր հարցերի մասին։ Առաքյալն ասում է, դուք աղաչանքով դիմեք։ Ինչ է նշանակում աղաչանք։ Հիշեք, մեր խնդիրների խոր եւ անկեղծ բաժնեկցումը Տիրոջ հետ։ Գիտեք, որ պատմությունն ասում է, որ Հակոբոսին երբ գտել են մահացած, ավանդությունն է ասում, նրա ծնկներին կոշտուկներ են եղել։ Եվ ասում են, որ նա աղոթքի մարդ էր։ Որքան ժամեր էր անցկացնում իր կյանքում աղոթքի մեջ։ Եվ նույնը մեր Տիրոջ կյանքում կարող եք տեսնել, ամբողջ գիշեր էր նույնիսկ աղոթքի մեջ մնում, աղոթում էր։ Իսկ ես ու դուք որքան ենք աղոթում։ Գիտեք, Հիսուսը աղոթքի 1 ժամ աղոթելու մասին այնպես արտահայտվեց, որ ես ամոթ եմ զգում, երբ կարդում եմ դա։ Գեթսեմանում հիշում եք ինչ ասաց, նույնիսկ 1 ժամ չկարողացաք ինձ հետ աղոթել։ Այսինքն 1 ժամ Հիսուս դա փոքր սովորական փորձառություն է, այդպես է խոսում։ Հարց ինձ ու ձեզ սիրելիներ, երբ անհանգստության մեջ ենք, ում հետ ենք զրուցում, եթե այստեղ աղաչանքը խոր բաժնեկցումն է Աստծո հետ, ում առաջ ենք մեր սիրտը բացում։ Գիտեք, աշխարհի մարդիկ առաջինը զանգահարում են աճ ու ձախ, ինչ որ մեկի վատագույն դեպքում բամբասանքի, նույնիսկ գնում երրորդ մարդու մոտ խոսում են երկրորդ մարդուց հակառակը։ Բայց այստեղ առաքյալն ասում է, դուք այդ բոլոր ձեր սրտում եղածը, ձեր աղաչանքը, ձեր տագնապները ներկայացրեք Տիրոջը։ Սա խոր բաժնեկցում է Տիրոջ հետ։ Հավատացյալները, եթե առաջինը վազեին Տիրոջ մոտ, իրենց անհանգստությունների ժամանակ շատ կործանարար հետևանքներ, բամբասանքներ եկեղեցում չէին լինի։ Իրենց հուզող հարցերի համար, եթե ծնկի գային առաջինը, եթե առաջինը Տիրոջը դիմեին, հետևանքները շատ այլ կլինեին։ Նախորդ քայլը չանելով, Աստծուն մեր սիրտը չբացելով, արդյունքում կգնանք դեպի խորացող անհանգստություն։ Տագնապ եւ վերջիվերջո կհասնենք, ինչպես ասում են ժամանակակից տերմինով, դեպրեսիայի։ Այսպես է մարդը հասնում հոգեկան անհավասարակշիռ վիճակի։ Եվ դրա համար շատերի կյանքը տեսնում եք, որ ավարտվում է կամուրջներից ներքև։ Իսկ ինչու են նրանք հասնում այդ վիճակին։ Ինչու ելք չեն տեսնում, որովհետև չկա մեկը, ում հետ կարող են խոսել։ Չեն տեսնում ելք, բայց մենք ունենք մեկին, ասում եք ձեր բոլոր անհանգստությունների, տագնապների մեջ դուք դիմեք նրան, առաջինը, եւ խոր ու անկեղծ զրույց ունեցեք նրա հետ, բացեք ձեր սրտերը։ Հիշում եք Դավիթն ինչ է գրում Սաղմոսներում, նրա առջև թափեք ձեր սիրտը, բացեք ձեր սիրտը։ Այսպիսով հոգսերը Աստծուն ներկայացնելու կարգի վերջին մասը գոհությունն է։ Հունարեն եւ խարիստո բառն է, նշանակում է երախտագիտություն, շնորհակալություն։ Ինչ է գոհությունը։ Խնդրում եմ սա ուշադիր լսենք։ Սա այն է գոհությունը, ինչ միշտ պետք է լինի երկրպագության մեջ մեր։ Այն անցյալի բարեգործությունների երախտապարտ ճանաչումն է, Աստծո կողմից որ արվել է,
առանց ապագայի ակնկալիքների։ Գոհություն եւ խարիստոն նշանակում է, որ դու ճանաչում ես նախ այն, ինչ արդեն արել է Աստված քեզ համար, առանց ապագայում ակնկալելու որևէ բան։ Սա չափազանց կարևոր է, որովհետև երբ Պողոսը խոսում է խնդրանքների մասին, մարդուն կարող է թվալ, որ Աստծուն կարելի է ներկայացնել ցանկ խնդրանքների, որ Աստված հիմա այնտեղից պետք է կատարի, բայց դրա մասին չէ այստեղ։ Մանուկները ինչպես են անում։ Մանիպուլյացիա են, չէ՞ անում, երբ ուզում են ինչ-որ մի բան իրենց ծնողից, սկզբից փաղաքշական խոսքերով են մոտենում, եւ այլն, Պողոս առաքյալը սա նկատի ունի, որ Աստծուն գոհություն հայտնեք, որ ինքը ձեր խնդրանքները տա։ Դրա մասին չի խոսում։ Սա այն է, ինչ միշտ պետք է լինի երկրպագության մեջ։ Այն է անցյալի բարեգործությունների երախտապարտ ճանաչումը Աստծո առանց ապագայի ակնկալիքների։ Պողոսի նամակներում եւ հայտնության գրքում այս բառը նշանակում է գոհություն, շնորհակալություն եւս, այսինքն երախտագիտության արտահայտություն ուղղված Աստծուն։ Ուրեմն աղոթքից եւ աղաչանքից հետո գալիս է երախտագիտությունը։ Սա մեր աղոթքի նախաբանը կարծես պետք է լինի ըստ Պողոս առաքյալի։ Հիշում եք, երբ Հիսուսը բուժեց 10 բոլոտներին, միայն մեկը վերադարձավ շնորհակալություն հայտնելու, բայց ուշադրություն դարձրեք, սա այդ դեպքը չէ։ Որովհետև նա շնորհակալություն հայտնեց բժշկվելուց հետո, իսկ առաքյալը այստեղ շնորհակալություն դնում է մինչև քո կարիքի լրանալը։ Նկատում եք հերթականությունը։ Սա գոհություն է մինչև խաղաղություն ունենալը։ Այստեղ այն գոհության մասն է, որը կատարվում է նախքան խնդրի լուծումը։ Գոհությունը բոլոր խնդրանքների պարագայում կարևոր դեր ունի, եւ այդ մասին առաքյալները երբեք չեն մոռանում գրել։ Շատ կան, բայց գոնե 3 համար ես ձեզ համար կարդամ, որտեղ կտեսնեք, որ միշտ նշվում է գոհությունը։ Կողոսացիս 2:7, տեսեք ինչ է գրում Պողոսը. արմատավորված եւ նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք եւ դրա մեջ աճեք գոհություն հայտնելով։ Կողոսացիս 4:2 մշտապես աղոթեք ու գոհությամբ արթունկացեք։ Ինչու է սա կարևոր։ Առաջին Տիմոթեոս 2:1 արդ աղաչում եմ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթք, խնդրանք ու աղաչանք գոհություն հայտնեք ամեն մարդու համար։ Տեսնում եք, այս 3-ն էլ իրար կողք է դնում։ Իսկ գուցե հարց տակ, իսկ ինչու է պետք անպայման գոհություն հայտնել։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև դու Տիրոջ հետ ես խոսում։ Դու Տիրոջն ես դիմում։ Նա տիրում է տերերի վրա, նա տիրում է ժողովուրդների վրա, նա տիրում է մարդու վրա, նա տիրում է երկրագնդի վրա, տիեզերքի վրա։ Եվ նա արժանի է գոհության։ Հիշեք, որ այս գոհությունը պետք է կատարվի անկախ պատասխանից։ Մարդը սովոր է գոհություն հայտնել, երբ ստանում է ինչ-որ բան, բայց առաքյալը այստեղ դա չի ասում։ Դու պետք է սկզբից գոհություն հայտնես։ Պատասխանը կարևոր չէ գոհություն հայտնելու հարցում, թե ինչ կպատասխանի Աստված։ Եթե դու գոհություն հայտնես միայն այն դեպքում, խնդրում ուշադիր, երբ Տերը քո ուզած ձևով պատասխանի, դա կնշանակի, որ նա պետք է արժանանա քո գոհությանը, բայց դա մոլորություն կլինի։ Մեր Տերը միշտ է արժանի, անկախ մեզ տված իր պատասխաններից, եւ երբեմն իր պատասխանները կարող է հաճելի չլինեն նույնիսկ մեզ, բայց մենք մի բան գիտենք, մեզ հրաշալի բան խոստում է տրված Հռոմեացիս 8:28-ում, որ ամեն բան գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են ըստ նրա նպատակի։ Ամեն բան, դա նշանակում է, որ կյանքի ցանկացած իրավիճակ Աստված գործածում է դեպի բարին։ Իսկ ինչն է բարին։ Սա չի նշանակում $10 կորցնենք, 20-ը գտնենք։ Սրա մասին չէ խոսքը։ Հաջորդ համարում Պողոսը մեկնաբանում է իրեն, ասում է նախասահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու։ Մեր ամենամեծ բարիքը Հիսուսին նմանվելն է եւ վերջում էլ փրկությունը 31-րդ համարում։ Դա նշանակում է, որ մեր կյանքի բոլոր իրավիճակները, անցուդարձերը, ինչ որ կատարվում է, Աստված այս կամ այն կերպով կոփում է մեզ, սովորեցնում է մեզ, խրատում է մեզ։ Եվ այդ բոլորը օգտագործում է, որ Քրիստոսի պատկերը մեր մեջ ել ավելի ձևավորվի։
Ինչպես առաքյալն էր ասում էր երկունքի ցավ եմ քաշում, որ Քրիստոս կերպարանավորվի ձեր մեջ։ Փրկության ակտը իրականացնելուց հետո Աստծո առջև, այսպես եթե ասենք, դրված ամենամեծ նպատակը երկրային կյանքի ընթացքում մեզ Հիսուսին նմանեցնելն է։ Մինչև որ կտեսնենք իրեն, ինչպես կասեր Հովհաննեսը, եւ իր նման կլինենք։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք, քանի որ Տերը գիտի մեզ ինչ է պետք։ Եվ ամեն բան գործածում է իր զավակների բարիքի համար, Քրիստոսին նմանեցնելու համար։ Սա բավարար է գոհություն հայտնելու համար, եւ նույնիսկ բավարարից ավելի մեծ պատճառ է, որ միշտ գոհություն հայտնենք նրան անկախ իր տված պատասխաններից։ Հարց ինձ ու ձեզ, սիրելիներ, մտորելու համար։ Գիտեք ինչ կլինի, երբ այս հույժ կարևոր քայլը կատարեք, եւ ձեր հոգսերը ներկայացնեք Աստծուն ձեր անհանգստության ժամանակ, գիտեք ինչ կլինի, երբ այդ ներկայացնեք աղոթքով, նրան դիմելով, նրանց ձեր սիրտը բացելով, շնորհակալություն հայտնելով, սա արդյունք կունենա անպայման, որը շուտով կտեսնենք։ Սրանք ներկայացնելու կարգն էին՝ աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ։ Լավ, իսկ ինչ թեմաներով կարելի է դիմել Աստծուն։ Հաջորդիվ տեսնում ենք ներկայացնելու թեմաները, որ Պողոսը գրում է այստեղ։ Նորից այդ համարում տեսնում եք ինչ է գրում, ասում է ձեր խնդրանքները։ Արդյոք սա նշանակում է ցանկությունների ցուցակ։ Ոչ, խնդրանքներ բառը հունարեն այդ թեմա գոյականն է, որը նշանակում է խնդրել, խնդրանքներ կամ խնդրագիր, առանձին տարբեր խնդիրներ։ Սա նշանակում է, որ իմ ու ձեր կյանքում կարող են տարբեր ոլորտներում լինեն անհանգստացնող բաներ, եւ առաքյալը կարծես ասում է, կապ չունի թե ինչ սահմաններում է այն կատարում, քո կյանքի բոլոր անհանգստությունները, խնդրանքները դու կարող ես ներկայացնել Աստծուն։ Ոչ թե իմ մանկության այդ ընկերոջ նման, որ իրեն թվում էր, որ փոքր հարցերով Աստծուն չի կարելի անհանգստացնել։ Այսինքն խոսքը առանձին խնդրանքների մասին է, որոնցից հետագայում կազմվում է աղոթքը։ Սրանք առօրյա կարիքներ են, ամենատարբեր ոլորտներից, եւ մեր Աստծո համար ամոթալի հարցեր չկան։ Եվ ինչ որ մեր սրտերում կա, որոնք որ տագնապ կամ անհանգստություն են առաջացնում, առաքյալն ասում է ներկայացրեք Տիրոջը։ Կան մեր կյանքում հարցեր, խնդրանքներ, որոնք դեռ չենք ներկայացրել Տիրոջը։ Չէ՞ որ Պողոսը հենց այս համարում եւս մեկ ընդհանրացնող արտահայտություն գրեց, ասելով ամեն ինչում պետք է աղոթքի մեջ լինեք։ Ստացվում է, որ սրտիդ ամենախորքերում եղող բոլոր հարցերը կարող ես ներկայացնել քո սիրող եւ հոգատար Հորը։ Գիտեք, ժամանակակից աշխարհը լավ հասկանում է անկեղծ խոսելու կարեւորությունը։ Կին ամուսին հարաբերության մեջ, ծնող երեխա, ընկերուհի, վերադաս ենթակա, հովիվ եկեղեցու անդամ, բայց միշտ չէ, որ նման անկեղծ եւ առանց սահմանների զրույց տեղի է ունենում։ Եվ շատ ժամանակ մարդկանց մեջ դառնություններ են մնում, որոնք որ չեն արտահայտում։ Առաքյալն ասում է, լսեք, դուք ունեք հնարավորություն։ Այս խնդրանքները չափեր եւ սահմաններ չի ճանաչում։ Դուք կարող եք այն ծնկների վրա ներկայացնել Տիրոջը։ Սա չի նշանակում սրտիդ ամբողջ եղածը պետք է մարդկանց պատմես, սա նշանակում է սրտիդ ամբողջ եղածը պետք է Տիրոջը հայտնես։ Ինչպես նա է այստեղ ասում։ Կապ չունի ինչ թեմայով եք դիմում Տիրոջը, ասում է ձեր բոլոր խնդրանքները։ Նա լսում է մեզ։ Սա չի նշանակում, որ մենք Տիրոջ իմացությանը որևէ նոր բան ենք ավելացնում։ Այնպես չի, որ առաքյալը, որ ասում է դիմիր Տիրոջը, ներկայացրու Տիրոջ գիտելիքների մեջ մի նոր բան ավելացավ։ Սա կհակասեր Տիրոջ ինքնաբավությանը։ Նա ամենագետ Աստվածը, նա երբեք չի սովորում նոր բան։ Նա ամեն բան գիտի։ Եվ մեր Տիրոջը ներկայացնելը ոչ թե տեղեկատվական բնույթ ունի, այլ ցույց է տալիս մեր վստահությունը Աստծո հանդեպ։ Մենք պետք է հասկանանք եւ տարբերենք խնդրանքի եւ կարիքի ցանկության եւ կարիքի սահմանները։ Պողոս առաքյալը այստեղ չի ասում ձեր ցանկությունները, ցանկությունների ցուցակը ներկայացրեք, ձեր խնդրանքները, կարիքները։ Գիտեք, ներողություն առօրյայում շատ հաճախ մարդիկ, այսինքն բոլորս, չեն կարողանում պարզ տեսնել կարիքի եւ ցանկության սահմանը։ Եվ շատ ժամանակ մարդը իր ցանկությունները վերագրում է կարիքի, իբր կարիք ունի, բայց դա ցանկություններ են։ Առաքյալը այստեղ ասում է, որ այդ կարիքները պետք է ներկայացնել։ Եվ հաջորդ 5-րդ նկարագրությունը տեսեք, ներկայացնելու ուղղությունը։ Նայեք համարին եւս մեկ անգամ, 6-րդ համարին։
Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող ում հայտնի լինեն, թող հայտնի լինեն Աստծուն։ Ահա թե ով է հասցեատերը, Աստված ինքը։ Գիտեք, բոլոր մարդիկ ինտուիտիվ կերպով մեկին դիմում են։ Մի ֆիլմ կար, չգիտեմ դուք դա տեսել եք թե ոչ, հին ֆիլմ է, Մումիա էր կոչվում, եւ այդտեղ երբ որ ինքը դժվարության մեջ է հայտնվում, դե հեթանոս մեկն է, որ իր վրա բազմաստվածություն է կրում եւ փորձում է այդ դժվարության մեջ տարբեր կրոնական սիմվոլներ տեսնի թե որը կօգնի։ Այստեղ Պողոս առաքյալը հստակ ուղղություն է ցույց տալիս, մենք գիտենք ու մենք դիմում։ Մենք փորձեր չենք անում դիմելիս։ Մենք ներկայացնում ենք արարիչ Աստծուն մեր խնդիրները։ Հեթանոսները անծանոթ աստվածներ ունեին։ Թե հիշեք Պողոսը Աթենք երբ գնաց, տեսավ քաղաքը կռապաշտության մեջ, ասաց, որ այնտեղ բագիններից մեկի վրա ես տեսա, որ գրված է անծանոթ Աստծուն։ Ես եկել եմ նրա մասին ձեզ խոսելու, ծանոթացնելու նրա հետ։ Այդ անծանոթ Աստված մի օր մեզ ճանաչելի դարձավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմքով։ Եվ մենք այժմ գիտենք ու մենք պաշտում։ Դրա համար Սուրբ Գիրքը հաճախ նշում է տարբերելու համար, թեպետ առաքյալը կասեր չկա ուրիշ Աստված, բոլորը կուրքեր են կամ մեկ Աստված, բայց տարբերելու հասկանալու համար մենք պաշտում ենք արարիչ, երկինք եւ երկիր ստեղծող Աստծուն։ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստծուն։ Որպեսզի մարդիկ հասկանան մենք ում ենք դիմում։ Եվ առաքյալը այստեղ ասում է, որ ձեր խնդրանքները թող Աստծուն հայտնի լինեն։ Լավ, եթե այս բաները անենք, ինչ է սպասվում մեզ։ Նայեք արդյունքին եւ ավարտենք, որը տեսնում ենք 7-րդ համարում։ Եվ վերջինը, տեսեք մտահոգությունները Աստծուն այսպես ներկայացնելու արդյունքը ինչ կլինի։ Կլինի աներևակայելի արդյունք, որը մենք տեսնում ենք 7-րդ համարում։ Տեսեք, եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Սա ցնցող է։ Քանի որ այստեղ Պողոսը ներկայացնում է տրամաբանական արդյունք նախորդ քայլերի, ինչ է նշանակում պահպանել։ Պահպանել բառը սա ռազմական տերմին է։ Այն գործածվում էր պահակ կանգնած զինվորների համար, ովքեր քաղաքի դարպասների պաշտպանությունն էին իրականացնում, եւ բոլոր դուրս եկողների, մտնողների մուտքը վերահսկում էին։ Ստացվում է, որ ինչպես այդ զինվորներն էին իրականացնում պահպանություն քաղաքի, այդպես Աստծո խաղաղությունը խոստանում է պահապան լինել մեր սրտին, մեր մտքին։ Իսկ հարց ինչն է Տերը պաշտպանելու այս դեպքում։ Նայեք համարին, ասում է. ձեր սրտերն ու մտքերը։ Սիրտը գրված է կարդիան հունարեն, որը ներկայացվում է որպես մարդու ինքնության կենտրոնը, այնտեղ մտնում է մարդու միտքը, կամքը, զգայարանները, որոշում կայացնելու կարողությունը։ Սրտի մի մաս է միտքը, կամքը եւ գործողությունները, դրանք բխում են մարդու սրտից։ Պատկերացնում եք, Աստծո խոսքը երաշխավորում է նման ցնցող արդյունք։ Սիրտը մեր ամենախոցելի տեղն է եւ ամենաթանկն է, որը պետք է զգուշությամբ պահել։ Հիշում եք Սողոմոնն ինչ էր ասում, Առակաց 4:23-ում, ամեն զգուշությունից առավել պահիր քո սիրտը, որովհետեւ կյանքի աղբյուրները կամ ակունքը այնտեղից է։ Պաշտպանելու նման կոչը ցույց է տալիս դրա արժեքը։ Անարժեք բանին պաշտպանություն չի դրվում։ Իմ ու ձեր սիրտը ունի ամեն օր աստվածային պաշտպանություն։ Ինչ է ամեն օր, ամեն վայրկյան լցվում այնտեղ։ Եվ ինչ որ լցվի, այն էլ դուրս է գալու այնտեղից։ Դրա համար տարօրինակ չէ, որ լուրերի միջոցով, համատարած տագնապներ արտահայտող նամակագրությունների միջոցով մարդիկ այսօր ապրում են տագնապների ու վախերի մեջ։ Իսկ ինչ էր պետք ակնկալել այդ դեպքում։ Պետք էր ակնկալել, որ բոլոր մարդիկ վախի ու սարսափի մեջ պետք է լինեն, որը որ կա։ Տերը խոստանում է իր պաշտպանությունը։ Երբ նման ձևով վարվենք մեր անհանգստությունների ժամանակ, երբ իր հետ շփվենք մշտապես, Աստծո խաղաղությունը կպաշտպանի մեր սրտերը։ Այստեղ Պողոսը նաև նշում է այս խաղաղության յուրահատկության մասին։ Համարին նայեք, սա սովորական խաղաղություն է, թե ոչ։ Սա սովորական չէ, տեսեք ինչ է ասում։ Ասում է խաղաղություն, որը ամեն մտքից վեր է։ Մտքից, բանականությունից վեր եղող խաղաղության մասին է խոսում։ Սա այն խաղաղությունը, որ ուներ Հիսուսը, երբ երկրի վրա էր, երբ ասաց, որ կտամ, տալիս եմ ձեզ իմ խաղաղությունը։
Սա չի նշանակում կյանքի փորձությունների բացակայություն, այլ սա ներքին վստահություն է անկախ հանգամանքներից, անկախ մարդկանցից եւ անկախ փոփոխվող իրավիճակներից։ Խնդրում եմ ուշադիր, սա խաղաղություն է, որ արդեն հենվել է Աստծո մեծության վրա, չէ՞ որ սրանից առաջ մենք արդեն աղոթքի մեջ էինք, աղաչանքի եւ գոհության, մեր խնդիրներն էինք բաժնեկցում Տիրոջ հետ, նրա մեծությունն էինք տեսնում, երկրպագության մեջ էինք։ Սա խաղաղություն է, որը հենված է Աստծո մեծության վրա։ Գիտի, որ նա կառավարում է կյանքը եւ իրավիճակները։ Նա միշտ արժանի է գոհության, քանի որ նա ամեն բան անում է մեզ Քրիստոսանման դարձնելու համար։ Մեկ օրինակ էլ բերեմ ու ավարտենք։ Դանիելը մեզ համար հրաշալի օրինակ էր սրա։ Երբ թագավորը հրամայեց չաղոթել ոչ մեկին, բացի իրենից, այսինքն իրեն պետք է դիմեին, Դանիելը գնաց իր սենյակը եւ տեսեք թե ինչ արեց։ Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր մտքի, ինչ որ նա արեց։ Դանիել 6:10։ Երբ Դանիելը իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը, նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը 3 անգամ, ընդհանուր ուշադիր, ծնրադրում էր, աղոթում եւ գոհաբանություն էր հայտնում Աստծուն, ինչպես նախկինում էր անում։ Տեսնում եք, ծնրադրում, աղոթք եւ գոհություն։ 3-ն էլ իրար կողք։ Նկատեք, նա աղոթեց եւ գոհացավ իր Աստծուց, ինչպես նախապես էր անում, նա միշտ էր այդպես անում, ասում է։ Հաջորդիվ ամենացնցողը այս է։ Դանիելի այս սովորությունից հետո Դանիելը խաղաղ էր առյուծների գուբի մեջ, իսկ թագավորն իր պալատում անհանգիստ։ Միթե սա մտքից վեր եղող խաղաղություն չէ, որ վայելում էր նա։ Միթե սրան չէր նախորդում աղոթք, աղաչանք եւ գոհությունը։ Նա ոչ մի ծանոթ իրար չխառնեց, նա դիմեց իր Տիրոջը, որտեվ նա է տիրում թագավորների վրա, նա է թագավորներ բարձրացնում եւ իջեցնում։ Նրա կամքով է ամեն շարժ երկրի վրա տեղի ունենում։ Դրա համար առաքյալն ուզում է, որ հավատացյալներս այնքան հոգեորապես եւ մտքով բարձրանանք, որ կարողանանք կյանքի բոլոր հարցերի մեջ առաջինը եւ միակը, ում պետք է դիմել նա է։ Դա չի նշանակում մենք իրար չենք կարող օգնել, բայց պետք է տեղերը չշփոթել մարդուն Աստծո հետ, պետք չէ համեմատել։ Այո, կարող ես խնդրել, աղաչել Տերը մարդիկ անի հարցերդ լուծելու համար, բայց առաջինը Տիրոջը եւ իր հետ պետք է առանձնանալ։ Արդյունքը լինում է խաղաղություն առյուծների գուբում, այսպես պատկերավոր եթե ասենք։ Սիրելի եղբայրս եւ քույրս, հավատում ես այս խոսքերին։ Եթե այո, ապա բոլոր անհանգստություններիդ մեջ վազի Հիսուսին։ Սիրտդ բաց նրա առաջ, գոհացիր նրանից ու վայելիր այս մտքից վեր եղող խաղաղությունը, որը Տերն է տալիս։ Եվ այլիր մտային եւ հոգեկան այն գերբնական հավասարակշռությունը, որը արդյունքն է աստվածային պաշտպանության։ Քանի որ նա, ասում է, կպահպանի քո սիրտը, քո միտքը, քո հուզական աշխարհը եւ քո մտային ինտելեկտուալ աշխարհը։ Եվ մի կարևոր կետ էլ այս համարում եւ ավարտենք։ Այս խաղաղությունը հասանելի է մեզ միայն մեկ պատճառով։ Նայեք համարին։ Քանի որ մենք միացած ենք Քրիստոսին։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը, նայեք համարին, Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Սա նշանակում է, որ Քրիստոսից դուրս մարդը կապ չունի Աստծո հետ։ Եվ եթե կա սա, դա նշանակում է Քրիստոս Հիսուսի միջոցով է, ինչպես Վարդգես եղբայրս աղոթքում հիշեց, ինչպես աշխարհի արարումից առաջ մեզ Քրիստոսի մեջ ընտրեց, նստեցրեց երկնավոր տեղերում։ Մենք նրա միջոցով ենք ընտրված, մենք նրա միջոցով ենք արդարացված, մենք նրա միջոցով ենք սրբացված, մենք նրա միջոցով ենք ընդունված։ Վերջիվերջո առաքյալը կասեր, նա է մեր արդարությունը, նա է մեր փրկությունը, նա է մեր իմաստությունը։ Եվ առաքյալը այստեղ չի շփոթում այս կարևոր կետը։ Սիրելիներ, այս խաղաղությունը հասանելի է միայն Քրիստոս Հիսուսով։ Դրա համար թե այստեղ լինեն, թե համացանցում առավել եւս ապագայում որ նայեն, թող հիշեն բոլոր նրանք, եթե Քրիստոսի հետ մեկ չեն, այս խաղաղությունից հեռու են։ Ավելին ասեմ, թշնամի են Աստծո հետ դեռևս։ Եվ նման կարգավիճակում եղող մարդը նախ պետք է Քրիստոսով հոր հետ հաշտվի։ Խաղաղություն պետք է ունենա նախ հոր հետ։ Եվ խաղաղության այս տեսակը, որի մասին որ մենք խոսում ենք, հասանելի է իրական հավատացյալներին, ովքեր Քրիստոսով միացած են հորը։
Սիրելի մարդ, եթե Քրիստոսին չունես, դու չունես հոգևոր որևէ օրհնություն։ Քեզ վրա է դեռ Աստծո բարկությունը, եւ սա լավ առիթ կլինի մտորելու սրա մասին։ Իրական տագնապն ու անհանգստությունը դու պետք է ապրես Քրիստոսից դուրս։ Իսկ առաքյալն այստեղ ասում է, որ Քրիստոս Հիսուսով կպահպանի ձեր մտքերը։ Այսպեսով մենք այսօր տեսանք մեր հոգսերն ու խնդիրները Աստծուն ներկայացնելու այդ սխալ հոգեվիճակը, որը պետք է փոխարինվի հանգստությամբ եւ աղոթքով, ներկայացնելու սահմանները տեսանք, որ ամեն ինչում պետք է ներկայացնելու կարգը տեսանք աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ, տեսանք ուղղությունը Աստծուն եւ ներկայացնելու արդյունքը, որը մտքից վեր եղող խաղաղությունն է։ Հաջորդ երկու համարներում Պողոս առաքյալը տալիս է եւս երկու հրաման, եւ եթե Տերը կյանք տա, դրանց մասին եւս կխոսենք։